Փոխնախագահ J.D. Vance-ը Մինեապոլիսում հանդես է եկել երկար հայտարարությամբ պաշտպանելով դաշնային ներգաղթային իրավապահների գործողությունները եւ քննադատել է նահանգային ու տեղական իշխանություններին։ Vance-ը նշել է, որ իր այցի նպատակը եղել է հանդիպել ընդհանրապես բիզնեսի ներկայացուցիչների, ICE աշխատակիցների եւ տեղական իրավապահների հետ իրավիճակը հասկանալու եւ լարվածությունը նվազեցնելու համար, միաժամանակ շարունակելով ներգաղթային օրենքի կիրառումը։ Նրա խոսքով դաշնային իրավապահները գործում են ծանր եւ հաճախ վտանգավոր պայմաններում, ենթարկվում են հետապնդման, բացահայտման եւ երբեմն ֆիզիկական հարձակումների։ Փոխնախագահը հայտարարել է, որ խաղաղ բողոքները ընդունելի են, սակայն իրավապահների վրա հարձակումներն անընդունելի են եւ նման դեպքում վարչակազմը կդիմի խիստ քրեական հետապնդման։ Նա ընդգծել է, որ տեղական ընտրված պաշտոնյաների չհամագործակցելու քաղաքականությունը խորացնում է քաոսը եւ ստիպում է դաշնային գործակալներին կենտրոնանալ ոչ թե թիրախային ներգաղթային գործողությունների, այլ սեփական աշխատակիցներին պաշտպանելու վրա։ Vance-ը օրինակ է բերել, որ որոշ դեպքերում տեղական իշխանությունները հրաժարվել են տրամադրել տեղեկատվություն վտանգավոր հանցագործների մասին, այդ թվում սեռական հանցագործների մարդասպանների գտնվելու վայրի մասին, ինչը բարդացրել է թիրախային ձերբակալությունները եւ մեծացրել լայնամասշտաբ գործողությունների անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, նման իրավիճակներում հասարակության անվտանգությունն է խարխլվում։ Անդրադառնալով երեխաների մասնակցության դեպքերին, փոխնախագահը նշել է, որ որևէ երեխա նպատակային չի ձերբակալվում։ Նրա խոսքով, որոշ դեպքերում երեխաները ժամանակավորապես հայտնվում են իրավապահների խնամքի տակ այն պատճառով, որ ծնողը փորձել է խուսափել ձերբակալությունից։ Vance-ը շեշտել է, որ ծնող լինելը չի կարող ընդհանրապես լիակատար անձեռմխելիություն ապահովել օրենքի խախտման դեպքում, սակայն նաև միաժամանակ կարևորել է երեխաների պաշտպանության եւ աջակցման անհրաժեշտությունը։ Նա եւս մեկ անգամ անդրադարձել է Ռենե Գուդի մահվան դեպքին, այն որակելով ողբերգություն եւ նշելով, որ գործը քննվում է օրենքով սահմանված կարգով։ Vance-ի խոսքով իրավապահների գործողությունները պետք է գնահատվեն ոչ թե հանրային ճնշման, այլ լիարժեք քննության արդյունքում։ Փոխնախագահը վստահեցրել է, որ վարչակազմը չի պատրաստվում առայժմ դիմել զինված ապստամբության մասին օրենքի կիրառմանը եւ չի նախատեսում զինված ուժերի ներգրավում ներքին իրավապահ գործողություններում, քանի դեռ իրավիճակը հնարավոր է վերահսկել դաշնային իրավապահ ռեսուրսներով։ Եզրափակելով Vance-ը հայտարարել է, որ Մինեապոլիսում ստեղծված լարվածությունը բացառիկ է եւ պայմանավորված է դաշնային, նահանգային եւ տեղական մարմինների միջև համագործակցության բացակայությամբ։ Նրա խոսքով, եթե տեղական իշխանությունները պատրաստ լինեն համագործակցել, ներգաղթային օրենքների կիրառումը կարող է իրականացվել ավելի թիրախային, անվտանգ եւ առանց ավելորդ քաոսի։